Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ես Գեորգի Թումասյանն եմ Թբիլիսիից, Վրաստանից, եւ այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք Իսրայելի եւ Թուրքիայի միջև տեղի ունեցող ամենաբարձր մակարդակով նախագահների, երկրի ղեկավարների մակարդակով բանավեճի մասին, որը վերաբերվում է Երուսաղեմ քաղաքի պատկանելիությանը։ Սկսեմ նրանից, որ Իսրայելի վարչապետ Նետանյահուն ՄԱԿ-ում ուրեմն այդ կարևորագույն գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում նշել է, որ Իսրայելը պետք է ավարտի իր գործը Գազայում եւ հրաժարվել է երկու պետության կարգավիճակով լուծումից, միևնույն ժամանակ քննադատել է վերջի ճանաչումները Պալեստինյան պետության եւ գնահատել է սա ինչպես պարգև տերորիստներին իրենց տերորիստական գործունեության հետևանքով, համեմատել նրան, որ Ալ-Կայդային խոսքին ինչ որ մի բան փոխանցեին նրանից հետո, երբ Ալ-Կայդան ուրեմն կատարեց հարված Միացյալ Նահանգների դեմ սեպտեմբերի 11-ին։ Բացի դրանից Նետանյահուն հրաժարվել է Պալեստինյան պետությունից, ինչպես այսպիսի, եւ նշել է, որ շարունակելու են քաղաքաշինարարական գործունեությունը արևմտյան ափում, որը գիտեք, որ գլխավոր մասն է այդ պալեստինյան կոչված տարածքների։ Բացի դրանից ինքը շատ բացասական է գնահատել ճանաչումը Պալեստինյան պետությունի տարբեր հարցերի շուրջ եւ ինքը խոսել է նաեւ նրա մասին, որ տարածաշրջանային անվտանգությունը, Համասի հետ պատերազմը, տեղի ունեցած ստատուս կվոն այդտեղ դա ամբողջությամբ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցեր են եւ անբաժանելի մաս է Իսրայելի այդտեղ պատերազմական գործողությունները, ուրեմն ամբողջ այդ իրավիճակից տարածաշրջանում։ Միևնույն ժամանակ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, Թուրքիայի նախագահը, ուրեմն խստորեն քննադատել է Նետանյահուի ելույթները, հայտարարել է, որ Երուսաղեմը իսլամական աշխարհի կարմիր գիծն է եւ որ Թուրքիան թույլ չի տա, որ Ալ-Կուդս Ալ-Շարիֆը, այսպես են կոչում իրենք Երուսաղեմը, լինի, կարելի է այսպես թարգմանել, անարժան ձեռքերում։ Եվ նա նաև ավելացրել է, որ մենք մուսուլմանները չենք նույնիսկ մեկ քայլ ետ անի մեր իրավունքներից Արևելյան Երուսաղեմի վրա։ Հիշեցնեմ, որ Արևելյան Երուսաղեմը 1967 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված սահմանների ներքո գտնվում է այդպես կոչված Պալեստինյան պետության սահմաններում եւ իրականում վերահսկողությունը Արևելյան Երուսաղեմի վրա, որտեղ որ գտնվում է ամբողջ կրոնական ամենակարևոր կենտրոնները, նկատի ունեմ ինչպես 5 քաղաքը Երուսաղեմի մի խոսքով, այդտեղ է ուրեմն ամենակարևոր կենտրոնները ինչպես հրեա ժողովրդի համար, այդպես էլ քրիստոնյա բնակչության եւ մուսուլմանների համար միևնույն ժամանակ եւ խնդիրը նրանում է, որ երբ հարձակում կազմակերպեցին 1967 թվականից հետո արաբական պետությունները Իսրայելի վրա, ապա Իսրայելը հակահարվածի ժամանակ կարողացել է գրավել ամբողջությամբ Արևելյան Երուսաղեմը եւ ոչ միայն իրականում նաեւ գրավել է ամբողջ արևմտյան ափ կոչված ուրեմն այդ տարածքը Պալեստինյան եւ ուստի ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այդ ՄԱԿ-ի սահմանները չեն գործում, բայց դրա պատճառը Իսրայելը չէ իրականում, դրա պատճառը հակառակ կողմն է։ Բացի դրանից Էրդողանը ասել է, որ Գազայում տեղի է ունենում ցեղասպանություն եւ ասել է, որ Նետանյահուի մոտեցումները մոտիկ են Հիտլերի մոտեցումներին։ Բացի դրանից օրերս նաեւ Էրդողանը Բոսփորուս ուրեմն դիվանագիտական ֆորումում Էրդողանը ասել է, որ եթե ուրեմն Իսրայելը կանգ չառնի, ապա Պալեստինյան հարցը պետությունը չի կարողանա տեղի ունենալ եւ փաստացի կապել է դա հենց Նետանյահուի հետ եւ ասել է, որ Նետանյահուն պետք է իրականում ձերբակալվի իր ցեղասպանական գործունեությունների պատճառով։ Նաև ինքը ուրախացել է այն պատճառով, որ ՄԱԿ-ում ուրեմն շատ
աթոռները, որտեղ որ տարբեր պետություններ են ներկա, ազատ էին այն ժամանակ, երբ Նետանյահուն ելույթ էր ունենում, եւ եւս մեկ անգամ նախագահ Էրդողանը խոսել է նրա մասին, որ Ղազայի հարցը սա Թուրքիայի համար կարևորագույն հարց է, ինչպես նաև պալեստինյան պետության հարցը, եւ առհասարակ կարելի ասել, որ մենք տեսնում ենք լուրջ բանավեճ այս կողմերի միջև։ Հիմա հարգելի հայրենակիցներ, մենք ձեր հետ կփորձենք վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Հիշում եք, որ մենք վերջերս մի հատ ձեր հետ վերլուծություն ենք արել, ըստ որի տեսանք, որ Հյուսիսային Կիպրոսում, այն հատվածում, որտեղ որ Թուրքիան օկուպացրած է պահում Հյուսիսային Կիպրոսի մասը, եւ հռչակել է այդպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Հանրապետություն, գտնվում է մոտավորապես եւ մենք տեսնում ենք 3 անգամ աճած ուրեմն զինվորների քանակ եւ գիտեք, որ Իսրայելում շատ մտահոգված էին այդ թեմայի շուրջ եւ բացի դրանից մենք տեսնում ենք Թուրքիայի ակտիվ զարգացումը գործունեությունը Սիրիայի տարածքում, որտեղ որ Թուրքիան փորձում է ամրապնդել իր դիրքերը, նրանից հետո ինչ փաստացի իր պրոքսի ուժերի միջոցով Ահմեդ Ալ-Շարայի միջոցով կարողացավ Սիրիան իր ուրեմն ազդեցության տակ անցկացնել եւ հարգելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ Թուրքիան շարունակում է իր մկրտումները Իսրայելի դեմ, այս դեպքում կոնկրետ ռազմատենչ հայտարարություններ է անում։ Զուգահեռ սրա հետաքրքիր է, որ վերջի շաբաթների ընթացքում սա այս ամբողջություն տեղի ունեցել սեպտեմբերի ընթացքում։ Իսրայելը ուղարկել է մի շարք զենք, տարբեր ձևաչափի զենք հարավային Կիպրոսի հատված, նկատի ունեմ Կիպրոսի հանրապետություն, հունական մասը, եւ Իսրայելը փաստացի զինում է հիմա Կիպրոսը։ Նրա համար, որ եթե այնտեղ տեղի ունենա պատերազմ, ապա Իսրայելը փաստացի կարողանա ամբողջությամբ աջակցի հունական կողմին եւ միասնական ջանքերով կարողանան դիմադրել ուրեմն Թուրքիայի այդտեղ ռազմատենչ քաղաքականությանը։ Բացի դրանից պետք է ստակ նշել, որ Իսրայելը մատակարարել է Կիպրոսին հակաօդային պաշտպանություն եւ նաեւ աշխատանքներ է ծավալում ուրեմն ջրի ներքո, ծովի ներքո ուրեմն հակահրթիռային, հակադրոնային, ուրեմն հակաԱԹՍ-ների ջրի ԱԹՍ-ների ուղղությունով իր գործոնեությանը եւ համակարգի այդպիսի փորձում Իսրայելը ձևավորել, որովհետեւ ենթադրվում է, որ պատերազմը ներառելու է ոչ միայն օդային կոմպոնենտը, այլ նաև ջրի եւ ջրի տակ գտնվող կոմպոնենտները, եւ մենք դրա մի քանի օրինակ արդեն Ուկրաինայում տեսնում ենք, երբ կողմերը պատերազմ են անում նաև ուրեմն դրոնների միջոցով հենց բանի վրա, ծովի ջրի վրա մի խոսքով, կամ մակերեսին կամ ջրի ներքո։ Հիմա խնդիրը նրանում է, որ Թուրքիան շատ է դժգոհ հենց այս զինման գործընթացից Կիպրոսի հանրապետության եւ փաստացի մենք տեսնում ենք Կիպրոսի լուրջ միլիտարիզացիա։ Ուրեմն սա ուղղակի համընկնում չէ, սա զուգահեռ նրա է տեղի ունենում, ինչ մենք ձեր հետ միասին քննարկում ենք, որ Թուրքիան փաստացի իրեն իսլամական աշխարհում առաջնորդի դերը շարունակում է պնդել այդ դերը եւ շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել հենց ուղղված Իսրայելի դեմ տարածաշրջանում։ Բացի դրանից մենք տեսնում ենք, որ նույն հարցը փորձում են բարձրացնել ուրիշ իսլամական պետությունները եւ դա վերաբերվում է ոչ միայն պալեստինյան պետության, այլ արևելյան Երուսաղեմի։ Հարցը նրանում է, որ Միացյալ Նահանգները ճանաչել են արևելյան Երուսաղեմը Իսրայելի տարածքի մաս, Իսրայելի պետությունը իր տարածքի մաս է համարում, էֆեկտիվ կոնտրոլ ունի վերահսկողություն այդ տարածքի վրա եւ ասեմ ձեզ, որ հաշվի առնելով հրեա ժողովրդի համար այդ հատվածի կարևորությունը եւ առհասարակ միջազգային առումով կարևորությունը, թե ով է դա տիրապետում, արդյոք դա արևմտյան կողմն է, թե բռնապետական համակարգը, որը այստեղ ներկայացված է իհարկե հենց արաբական եւ իսլամական եւ թուրքական պետությունների ձևաչափով, ապա կարևորագույն հարցը վերաբերվում է նրան, որ Իսրայելը թույլ չի տա, ինչու մասն է խոսքը, որևէ դեպքում, որ արևելյան Երուսաղեմը որևէ դեպքում ուրեմն իր վերահսկողությունից դուրս լինի։ Իսկ իսլամական աշխարհը մենք տեսնում ենք, որ
այդ թվում այն գագաթնաժողովը, որը տեղի ունեցավ Դոհայում, եւ մենք հիշում ենք, որ ձեր հետ միասին խոսում էինք, իսլամական եւ արաբական աշխարհի գագաթնաժողով տեղի ունեցավ, իրանք այդտեղ սկսում են էլ ավելի համախմբվել, այո, քննարկում են միասնական ռազմական հնարավորությունները եւ ռազմական պաշտպանողական համակարգ ձևավորելը եւ դա շատ լուրջ վտանգ է իհարկե ներկայացնում, որովհետեւ ամբողջ ջանքերը արևմուտքի, այդ թվում Իսրայելի այս ժամանակահատվածում վերջի տասնամյակների, նույնիսկ ինչ որ առումով հարյուրամյակների ուղղությամբ եղել է, որ զսպվի այդպիսի ուրեմն իսլամական ավտորիտար միավորում, որը կլինի ուղղված մարդկության զարգացման գլխավոր ուղու դեմ եւ փաստացի ջիհադի այդ կոնցեպտը, որը կա իսլամում, ռադիկալ իր մեկնաբանություններով եւ տրամաբանությամբ կբերի քաղաքականություն եւ դա կստեղծի լուրջ խնդիր ուրեմն համաշխարհային համակարգին, այսպես ասած։ Ուստի մենք իհարկե տեսնում ենք դրա վրա պատասխաններ եւ գլխավոր պատասխանողը նորից Իսրայելն է, Իսրայելն է դրա գլխավոր միջոցը, նաեւ իհարկե Միացյալ Նահանգներն են այս գործընթացում կարևորագույն առաջնորդը եւ առաջնահերթություն է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար թույլ չտալ այդպիսի զարգացում եւ գործընթաց։ Ուստի արևմուտքը իդեմս Միացյալ Նահանգների եւ Իսրայելի թույլ չի տալու ուրեմն իհարկե արևելյան Երուսաղեմի հարցը, որ օրակարգում լինի, դա Էրդողանի ցանկություններն են եւ զուգահեռ դրա իհարկե շատ լավ արևմուտքը հասկանում է, որ ռազմական գործողությունների վտանգ կա այստեղ տարածաշրջանում, որովհետև բացի Թուրքիայի լուրջ ռազմական ռազմատենչ ակտիվություններից մենք նաև տեսանք, որ Սաուդյան Արաբիան ուրեմն այդ գագաթնաժողովի ժամանակ փորձում է Պակիստանի միջուկային զենքը դարձնել ավելի իսլամական աշխարհի, այսպես ասած, միջուկային զենք, միջուկային հնարավորություն։ Դա շատ հետաքրքիր է, որովհետև դա նշանակում է լրջագույն արդեն զարգացում եւ խնդիր, որովհետև տարածել պակիստանյան միջուկային ծրագիրը, միջուկային զենքը տարբեր պետությունների վրա, առաջ երթին իսլամական աշխարհի առաջնորդ Սաուդյան Արաբիայի համար դա արդեն ստեղծում է լուրջ սպառնալիքներ։ Մենք նաև գիտենք, որ տարբեր աղբյուրները հաստատում են, որ Սաուդյան Արաբիան Պակիստանի միջուկային ծրագրի մասնագետներին է հրավիրել պետություն եւ ուրեմն հրավիրելու հետևանքում փորձում է իրենց հետ աշխատել, որ ակտիվ նաև պատրաստ լինի իր սեփական միջուկային զենքը ստեղծելու համար։ Ուստի մի կողմից դա Սաուդյան Արաբիան է արաբական աշխարհի մասն է, որը փորձում է այդ ուղղությունը ծավալել։ Մյուս կողմից իհարկե մենք տեսնում ենք Թուրքիայի ակտիվությունը, ինչպես թուրքական պետությունների առաջնորդ եւ նաեւ իսլամական աշխարհում ըստ իրեն վերջի խալիֆի ուրեմն գլխավոր շարունակող պետությունը, ժառանգ պետությունը եւ համակարգը եւ Էրդողանը այդպես է իրեն պատկերացնում։ Ինչպես տեսնում եք, Իրանը անցել է հետ այս օրակարգից, որովհետև Իրանի դեմ լուրջ հարվածներ տեղի ունեցան եւ մենք դրա մասին ձեր հետ մանրամասն խոսել ենք, ոչնչացված է ինչպես Իրանի գլխավոր զինված ուժերի հնարավորությունները, այդպես էլ Իրանի պրոքսի համակարգը իդեմս Խամասի, մեծ մասամբ Խեզբոլահի Լիբանանում, Սիրիայում Ասադի ռեժիմը, Իրաքում այդ իրենց խմբավորումների մեծ մասը, Եմենում հութիների ուղղությունով հարվածներ են հասցվում։ Բենյամին Նետանյահուն խոսել է նրա մասին, որ իրանց կատարած գործունեությունը ի նպաստ մարդկության շահերի են երկարաժամկետ եւ շատերը դա չեն ուզում բացահայտ ասել, բայց ճանաչում են այդ փաստը փակ դռների հետևում, ես դες կարող եմ ասեմ, որ այո, դա այդպես է, որովհետև եթե չլիներ այստեղ Իսրայելի պետություն, որը կսահմանափակեր այս արաբական իսլամական ռադիկալ մոտեցում ունեցող քաղաքական միավորների միավորման գործընթացը, ապա մենք ապրելու էինք առհասարակ մի քանի դար առաջվա իրավիճակում, այո։
ուրեմն եւ դա լինելու էր շատ վտանգավոր, այդ թվում մեր բոլորի համար։ Ուստի Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Իսրայելի պետության հետ միասին կատարում են այստեղ կարևորագույն գործ։ Բացի դրանից պետք է Թուրքիան շարունակում է երկու աթոռի վրա նստելու իր քաղաքականությունը եւ զուգահեռ նրա, ինչ մենք հիմա քննարկեցինք, ինչպիսի հայտարարություններ է անում եւ ինչպիսի գործունեություն է ծավալում ուրեմն Իսրայելի դեմ, որը Միացյալ Նահանգների այստեղ գլխավոր ուրեմն գործիքն է, գործընկերն է, դաշնակիցն է, մասն է նույնիսկ ինչ որ առումով դա առանձին հարց է, որովհետև Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների պես մոտ հարաբերություն շատ քիչ երկրներ ունեն, գուցե նույնիսկ կարելի ասել, որ որևէ երկիր այդպիսի հարաբերություն չունի, դա առանձին հարց է, բայց հետաքրքիր է այն, որ Թուրքիան Հայաստանի ուղղությունով ընդունելով Միացյալ Նահանգների պահանջը, ընդունելով Միացյալ Նահանգների մոտեցումը, որ պետք է պահպանվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվելով այդպես կոչված էքստրատերիտորիալ արտատարածքային Զանգեզուրի միջանցքի ծրագրից, բովանդակությամբ, այլ ոչ թե անունով, բովանդակությունն է կարևոր, անունը իրանք պետք է շարունակեն օգտագործել ներքին լսարանի համար, որ իբրև ստացել են այն, ինչ ուզում էին, իրենք չեն կարող ճանաչել, ասել, որ այո, մենք ինչ ուզեցել ենք, դա չեն կարողացել ստանալ։ Բայց փաստացի այն է, որ իրանք հրաժարվեցին այդ ծրագրից եւ գնացին Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ամենագլխավոր ծրագրով, որով Թուրքիան ստանում է ելք դեպի Կենտրոնական Ասիա, բայց միևնույն ժամանակ հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը եւ ինքնիշխանությունը այստեղ այդ տարածքների վրա այդ թվում։ Հետաքրքիրը այն է, որ դրա զուգահեռ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների կողմից վերջի այցի ժամանակ եւ հանդիպման ժամանակ մինչեւ այս մակումի ելույթը Ռեջեփ Տայիպ Էրդողանը հանդիպել է Դոնալդ Թրամփին եւ Թրամփը եւ Էրդողանը պայմանավորվել են, որ Թուրքիայից պատժամիջոցները կհանեն եւ հանել են փաստացի այն եղած պատժամիջոցները եւ նույնիսկ F-35-ների ուղղությունով կա որևէ կարելի ասել այսպիսի հստակ չէ դեռ, բայց առաջընթաց 200 Boeing են վաճառելու քաղաքացիական նպատակներով եւ այլն, նաեւ հեղուկի գազի ուղղությունով պայմանավորվածություններ ունեն եւ այլն։ Մի խոսքով Թուրքիան ստանում է Միացյալ Նահանգներից աջակցություն եւ հարաբերությունները բարելավում է եւ դա ես կարծում եմ կապված է հենց Հայաստանի ուղղությամբ իր մոտեցումներով եւ վարչապետ Փաշինյանը իր ելույթում մակում նաեւ խոսել է, որ Էրդողանի հետ շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, ինքը նշել է, որ ամեն հանդիպումը բերում է ավելի շատ վստահությանը, եւ դա այո գալիս է նրանից, որ Միացյալ Նահանգները միշտ այդտեղ ներկա են, նույնիսկ եթե ֆիզիկապես ներկա չեն, Թուրքիան հաշվի է առնում, որ Միացյալ Նահանգները կանգնած են Հայաստանի եւ հայկական պետության մեջքին։ Ուստի այս ամենը ամփոփելով մենք տեսնում ենք, որ շատ հետաքրքիր եւ բարդ իրավիճակ է ստեղծվել, մի ուղղությամբ Թուրքիան զսպված է, դա Թուրքական միության ուղղությունն է, բայց Իսրայելի հանդեպ իր մկրտումները շարունակում են աճել։ Ես կարամ ասեմ, որ դա միայն եւ միայն նշանակում է այն, որ Թուրքիայի կողմից եկող սպառնալիքները իրականում շատ ավելի մեծ են եւ մենք պետք է հաշվի առնենք, որ որևէ փուլում Թուրքիայի մոտեցումները, որը հիմա հիմնված են Թրամփի ուղու այդ ձևաչափի վրա, կարող է փոխվել եւ մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ առումով նրան, որ Թուրքիան կարա փոխի իր մոտեցումները այդ պայմանավորվածություններում, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք է բերվել։ Ուստի հետևել Թուրքիայի զարգացմանը շատ կարևոր օրակարգ է, ես շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ստեսություն։